Պարոն Վարդևանյան, ես ձեզ համար մի ռեբուս եմ պատրաստել, եկեք միասին լուծենք այդ ռեբուսը, պատկերացնենք, որ դուք տեսականորեն ընտրվել եք ազգային ժողովի նախագահի տեղակալ, նստած եք վերևում պարոն Ալեքսանյանի կողքին, ձեր թիկունքում Հայաստանի Հանրապետության եռագույնն է, ձեր գլխավերևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է, ձեր թիկունքում նաև Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններով Հայաստանի Հանրապետության քարտեզն է, քարտեզի մակետն է։ Որքան է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները քառակուսի կիլոմետրով, պարոն Վարդևանյանս ձեզ, քանի որ դուք խոսեցիք, որ խորհրդարանական դիվանագիտության մեջ եք նաև փորձելու ակտիվ լինել, եւ այստեղ անկյունակարային է ձեր այս հարցի պատասխանը, որովհետև սա պետքա ցույց տա, թե որն է ձեր շահերի կենտրոնը եւ դուք որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ ինչպես եք օգտագործելու ձեր դիրքը, ինչպես եք սպասարկելու Հայաստանի Հանրապետության շահերը, սպասարկելու եք թե ոչ այս տրամաբանության մեջ։ Եվ ասածից կոնտեքստում ինձ համար այս հարցի պատասխանը անկյունակարային է, եթե կուզեք բազային մինիմումն է, որպեսզի ես ձեզ ընտրեմ կամ չընտրեմ։ Խնդրեմ, պարոն Վարդևանյան։ Շնորհակալ եմ։ Ըստ էության ձեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր պատկերացրած չափանիշները, չափորոշիչները, ինչպես եւ որի հիման վրա իրացնելու են իրենց քվեարկելու որոշումը։ Արդյոք ես իմ պատասխանով որպես ելակետ ընդունելու եմ ձեր բազային պահանջը կամ չափորոշիչը, բնավ ոչ։ Անդրադառնամ ձեր հարցին։ Ըստ էության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ մի քանի հայտարարություններ կոնկրետ չափի կիլոմետրի քառակուսու տեսանկյունից ներկայացվել են ձեր իշխանության կողմից։ Ես առնվազն չեմ հիշում մինչև 2023 թվականը երբևէ նման դիսկուրս, բայց հիշում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը եղել է լիարժեք անդամ ՄԱԿ-ի, լիարժեք անդամ Եվրոպայի խորհրդի, ունեցել է խորը եւ համապարփակ դիվանագիտական հարաբերություններ բազմաթիվ երկրների հետ, բայց երբեք նշված հարցը հարց չի եղել։ Ինչպես ստացվեց, որ հենց ձեր իշխանության ժամանակահատվածում նշվածը դարձավ հարց, որը դուք համարում եք ձեր համար կարևոր։ Բայց ես էլի եմ ուզում ասել, բայց ինչի նախքան այդ նշված հարցը չկար։ Ես առնվազն այս ժամանակահատվածում կռահում էի, որ երևի թե ինձ նման հարց կհնչեցվի։ Ես նայել եմ բազմաթիվ ծրագրային ելույթներ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված։ Չեմ տեսել նման հարց մինչև նշածս ժամանակահատվածը։ Ես նաև մեկ այլ հանգամանք եմ տեսել։ Ես հիշում եմ, որ ներկայացվում էր 29800 թիվը։ Շատ լավ եմ դա հիշում։ Կարծես նույնիսկ մոտ կես տարի այդ թիվը հստակ նշվում էր։ Հետո դարձավ 29743 այդ թիվը։ Իդեպ տրանսֆորմացիան, թե ոնց դառավ 29800-ից 29743, դա չեմ գտել, բայց անկեղծորեն ինձ մոտ այդ հարցը առաջանում է, ոնց ստացվեց։ Ես հասկանում եմ, որ նշված հարցի վերաբերյալ դուք որպես իշխանություն կրում եք դրա պատասխանատվությունը։ Դուք ելակետը դրել եք նշվածը 29743-ը, որը կրկին եմ ասում, դրանից մի քանի ամիս առաջ 29800-ն էր։ Բայց այստեղ շատ կարևոր հարցը հետևյալն է։ Դուք այդ թիվը հնչեցնելով, ես բովանդակային կրկին եմ ուզում ասել, ես այնպես չի, որ ինքս տիրապետում եմ բոլոր այն քարտեզներին, ելակետերին, որոնցով պետք է կատեգորիկ դատողություն անեմ, բայց դուք երբ նշվածը որպես իշխանություն պատասխանատվությունը կրելով դա հնչացնում եք, դուք դրա գետնի վրա լրիվ պատկերը ունեք, ինչի համար եմ դա ասում։ Ժամանակ, պարոն Վարդևանյան, թողեք արձագանքի։
Չստացվեց ռեբուսը լուծել, պարոն Վարդևանյան, փաստորեն դուք 3 րոպեա չեք կարողանում ասել, քանի քառակուսի կիլոմետրը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները ու լմիատել հավակնում եք ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնին։ Ինչու այս հարցը հայտնվեց օրակարգում, ասեմ ինչու, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում հայտնվեցին ուժեր, որոնք հայտնվեցին նաև խորհրդարանում, իդեմս ձեզ օրինակ, նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք սկսեցին կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների գոյությունը առհասարակ եւ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները։ Եվ ուրեմն այդ կետից այս հարցը մտավ օրակարգ, որովհետեւ մենք հասկացանք, որ գործ ունենք խորհրդարանական ընդդիմության հետ, որոնք չեն ընդունում Հայաստանի Հանրապետությունն այնպիսին, ինչպիսին որ այն կա։ Եվ դուք մինչև հիմա իմ հարցին չեք պատասխանել, ես 5 օր է Ուժեղ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները խմբակցության ղեկավարի գլխավորությամբ հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քարտեզից ու չեն ասում, թե որքան է Հայաստանի Հանրապետության տարածքը միջազգայինորեն ճանաչված։ Ձեր պատասխանը ընդհանրապես կապ չուներ իմ հարցի հետ, պարոն Վարդևանյան։ Որքան է ըստ ձեզ ուժեղ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ։ Կրկին, երևի թե ձեր կողմից հնարավոր է պատասխանների իրացման մոտեցումները շատ տարբերվող են, բայց դա արդեն ձեր մոտեցման հարցն է։ Վկայակոչեցի Հայաստանի Հանրապետության վերջին 8 տարիներին պետական, քաղաքական պատասխանատվությունը ամբողջությամբ կրող եւ այս պահին էլ կրող դիրքորոշումը ներկայացրած իշխանության մասով։ Հստակ ներկայացրեց։ Նաև մտահոգությունս էլ ընդգծեցի, որովհետև հիմա ես նույն հաջողությամբ կպատկերացնեի, որ դուք արձագանքի շրջանակներում ինձ կասեիք ռեբուսը լուծելու տեսանկյունից 29800-ը ինչպես դարձավ 29743 եւ նույն ռեբուսի շրջանակներում այն նույն հաջողությամբ մենք էլ իսկապես 5 օր է ես շատ կուզենայի հասկանալ հիմա մենք Արարատի մարզի տեսանկյունից ինչ որ մտահոգություններ պետք է ունենանք, թե չէ։ Թե 29743-ը, որը դուք ընդգծում եք, դրանով գետնի վրա հարցերը լուծված են։ Ավելին ներողություն եմ խնդրում 10 վայրկյան, ձեր հենց դիրքորոշումների տեսանկյունից մի հատ խզում կա։ Դուք ասում եք 29743-ն է, բայց նույն վճռականությամբ չեք խոսում Հայաստանի Հանրապետությունում առկա օկուպացիայի մասին, դրա լուծման ճանապարհների մասին։ Բայց դրա վերաբերյալ պատկերացումը եւս կներկայացնեմ։ Ժամանակ, պարոն Վարդևանյան։